زاروی یه نفر مدیریت کنه یا خود خانمش مدیریت Պարոն դեսպան, ձեր խոսքում անդրադարձած մինապում թավալի լողությունների նախ ցավակցում եմ ձեզ جناب سفیر در سخنرانی خودتون به حادثه دردناک رخ داده در میناپ مدرسه میناپ اشاره کردید در وقت اول تسلیت خودم رو عرض می‌کنم բայց եւ հստակեցում ինչպես է իրանական կողմը դիտարկում մինապի հարվածը դա կոնկրետ նպատակային թիրախավորում է եղել թե պատահականություն در مورد ایران از حمله به مدرسه میناپ چه هستش؟ آیا واقعا این یک نقطه مورد هدف بوده که مورد هدف قرار گرفته یا به صورت تصادفی این مدرسه مورد هدف قرار گرفته؟ Եվ մի քանի հստակեցումներ դարձյալ Իրան-Իսրայել ամենահակամարտության շրջանակում Չինաստանի ու Ռուսաստանի Դաշնության հետ ձեր հարաբերությունների ներկապումը ինչպես եք գնահատում همچنین در مورد دیگه در رابطه با جنگی که بین ایران اسرائیل و آمریکا داره رخ میده در وضعیت کنونی روابط بین ایران چین و روسیه در چه سطحی هستش که اونها رو برقرار می‌کنید؟ Չնայած եղել է դիվանագիտական աջակցության մասին հայտարարություններ, هرچند که در واقع اعلامیه‌هایی برای حمایت دیپلماتیک از طرف اونها اعلام شده բայց կա ակնկալիք այլ ավելի առարկայական աջակցության ولی آیا انتظار برای حمایت‌ها و مساعدت‌های فراتر از اون وجود داره؟ Եվ նաև այս շրջանակում արդյոք Իրանում չկա մտավախություն, որ այն երկրները, որոնց տարածքներում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին հարվածում է Իրանը, կարող են դառնալ կամ Իրանը ընկալել արդեն այլ դիվանագիտական հաղթության մեջ, ոչ բարեկամ, ոչ դաշնակցային, այլ օրինակ թշնամի է։ و آیا این نگرانی در ایران وجود نداره که در واقع کشورهایی که ایران اونها رو مورد هدف قرار داده یعنی کشورهایی که پایگاه نظامی آمریکا در اونجا مستقر بوده و ایران اونها رو مورد هدف قرار داده از کشورهای دوست و همکار دیپلماتیک به کشورهای غیر همکار و دیپلماتیک و حتی به چشم دشمنی به ایران نگاه بکنن Եվ մի քանի հարցեր Հայաստանին առնչվող այս իրավիճակում թիփը երկուսից հարավին ինչպես է գնահատում Իրանի կողմից։ و سوال آخرشون راجع به ارمنستان در شرایط کنونی در واقع تریپ و روابط بین تریپ روسیس هارا تریپ و مسیر شمال جنوب در واقع ارزیابی نسبت به این مسیر خودشون معرفی نکردن کدوم طرف ایرانیان نوشتن خواستم از چه رسانه ای؟ آرگاسون بود شا 168 خیلی متشکرم فکر کنم سوالاتی که خیلی از دوستان داشتن شما پرسیدید چند سوال Շատ շնորհակալ եմ հարցի համար, նաև կարծում եմ, որ ձեր այս երկարաշունչ հարցի մեջ ներառված էին մի շարք հարցեր, որոնք որ այստեղ գտնվող մեր գործընկերները ցանկանում էին դրանք հարցնեին։ در مورد حادثه بیشرمانه و جنایتکارانه‌ای که در مدرسه میناپ متاسفانه با این حمله صورت گرفت اونجا هیچ تأسیسات حساس یا پایگاهی در اون مجاورت وجود نداشته Կապված Մինաբի դպրոցի անպարկեշտ եւ ոչ մի արդարացում չունեցող հարձակմանը, որը որ հանցագործություն է Իրանի հասարակության դեմ, կարող եմ վստահորեն ասել, որ այստեղ ոչ մի ռազմական օբյեկտ տեղակայված չի եղել։ اون کسی که این جنایت شنیع رو مرتکب شده باید بیاد جواب بده که چرا اینجا رو هدف قرار داده Եվ այն անձը, ով որ իրականացրել է այս անպարկեշտ հարձակումը, նա պետք է բացատրի եւ պատասխանի այն հարցին, թե ինչու են թիրախավորել հենց այս դպրոցը։ از این جنایت‌ها رژیم صهیونیستی زیاد در غزه انجام داد و امریکا زیاد حمایت کرد اینجا هم با هم این جنایت رو انجام دادن Նմանօրինակ հանցագործություններ Գազայում սիոնիստական ռեժիմը բազմիցս իրականացրել է եւ ԱՄՆ-ն մշտապես աջակցել է նրան։ Այս պարագայում եւս պետք է պատասխանը պահանջել հենց նրանցից։ بیمارستان گاندی در تهران رو هم دیروز هدف قرار دادن خیلی از اینها عجیب نیست Նաև երեք թիրախավորվել էր Թեհրանի Գանդի հիվանդանոցը եւ նմանօրինակ գործողությունները առհասարակ զարմանալի չեն նրանցից։
یک سالن ورزشی رو که نوجوانان در حال ورزش بودن در منطقه لامرد فارس هدف قرار دادن و تعدادی از بچه‌ها رو به شهادت رسوندن. Նաև թիրախավորվել է Ֆարս նահանգի մի սպորտային ակումբ, որտեղ որ երիտասարդները զբաղված էին ընդհանրապես զբաղված էին իրենց սպորտային ժամանցով եւ այստեղ եւս հարց է առաջանում թե այս օբյեկտը ինչու է թիրախավորվել։ دیروز ساختمان هلال احمر در تهران رو هدف حملات خودشون قرار دادن. Նաև երեք թիրախավորվել է Թեհրանում Կարմիր մահիկի գրասենյակը եւ շենքը։ و در حملاتی که دیشب مشخصا به تهران داشتند بعضی از محله‌های مسکونی دچار تخریب شده و تعدادی از شهروندان غیر نظامی کشته شدند. Եվ այն հարձակումները, որոնք երեք տեղի ունեցան Թեհրանում, դրանց հետևանքով բազմաթիվ բնակելի թաղամասեր են ավերվել եւ վնասվել եւ դրանց արդյունքում քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր ունենք բազմաթիվ։ برای رژیم‌هایی که تمام قواعد بنیادین حقوق بین‌الملل رو زیر پا میذارن آشکارا این کارا خیلی راحت اصلا تعجب نکنید. Այնպիսի ռեժիմների համար, որոնք ակնհայտ կերպով ոտնահարում են մարդու իրավունքների բոլոր միջազգային կանոնները, նմանօրինակ գործողությունները առհասարակ զարմանալի չեն, երբ իրականացնում են այդ ռեժիմները։ در مورد روابط ایران با چین و روسیه هر دو کشور ما دوست ما چین و روسیه مواضع قاطعی در محکومیت این تجاوز وحشیانه داشتند. Կապված Չինաստանի եւ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետ այս երկրում մեր բարեկամ երկրները վճռական կերպով դատապարտեցին այս ագրեսիան։ همچنین مقامات مختلف در روسیه به ما تسلیت گفتن و اعلام همبستگی کردند. Նաև Ռուսաստանի բազմաթիվ պաշտոնատար անձինք հղեցին իրենց ցավակցական ուղերձները եւ իրենց վշտակցությունը հայտնեցին մեզ։ این جنگی هست که علیه ما جنگ تجاوزکارانه آغاز شده. مسئولیت تمام جامعه بین‌المللی هست که این رو محکوم بکنن و با قربانی تجاوز و در کنار قربانی تجاوز بایستن. Այս ագրեսիան, այս պատերազմը, որը որ մեզ պարտադրվել է, այս ագրեսիայի նկատմամբ քննադատող եւ խիստ վճռական դիրքորոշում պետք է հայտնի միջազգային հանրությունը եւ այս ագրեսիայի շրջանակներում նրանք պետք է կանգնեն ագրեսիա ենթարկվածի եւ զոհի կողքին։ ما میتونیم از خودمون دفاع بکنیم و واقعا نیاز نداریم کسی بیاد برای ما بجنگه. Մենք կարող ենք ինքներս կազմակերպել մեր ինքնապաշտպանությունը եւ կարիք չունենք, որ որևէ մեկը գա եւ պայքարի պատերազմի մեր համար։ اما حتما همراهی و همکاری دوستانمون در مقابله با این تجاوزات مهم است. Սակայն իհարկե մեր գործընկերների համագործակցությունը եւ աջակցությունը այս հարցում մեզ համար կարեւոր է։ در مورد اینکه نگران باشیم که کشورهایی که پایگاه‌های امریکا رو در اون کشورها هدف قرار دادیم به دشمن ما تبدیل بشوند این یه جنگه. Կապված այն հարցի հետ, որպես որ այն երկրները, որտեղ տեղակայված ամերիկյան ռազմաբազաները թիրախավորվել են մեր կողմից եւ այն անհանգստությանը, որ այդ երկրները կսկսեն մեզ դիտարկել թշնամու տեսանկյունից, կարող եմ ասել, որ սա պատերազմ է։ این جنگ رو ما انتخاب نکردیم. Եվ այս պատերազմը մենք չենք ընտրել։ این جنگ به ما تحمیل شده. Մեզ պարտադրվել է այս պատերազմը։ نمی شود که از پایگاه‌های امریکا در کشورهای منطقه انواع و اقسام استفاده امریکایی ها برای این تجاوز وحشیانه بکنن و ما نظاره بکنیم و نگاه بکنیم. Հնարավոր չէ, որ տարածաշրջանում գտնվող երկրների տարածքում տեղակայված ռազմաբազաները տարբեր ձևով օգտագործվեն Իրանի դեմ ագրեսիայի շրջանակներում եւ մենք ուղղակի նստենք եւ նայենք։ استفاده از این پایگاه‌ها یا با اجازه اون کشورها هست که اگر هست اقدام خصمانه علیه جمهوری اسلامی ایران. Այդ երկրներում տեղակայված ռազմաբազաների օգտագործումը տեղի ունեցել կամ այդ երկրների թույլտվությամբ, ինչը որ արդեն իսկ թշնամական վերաբերմունք է Իրանի նկատմամբ, یا بدون رضایت و اجازه اون کشورها هست که در این صورت اون پایگاه‌ها در جوریسدیکشن و در صلاحیت سرزمینی اون کشور نیستند و دقیقاً ما داریم انگار خاک ایالات متحده رو هدف قرار میدیم. Կամ էլ այդ երկրների իշխանությունների հետ համաձայնեցված չեն եղել այդ գործողությունները, իսկ այս պարագայում մենք արդեն գործ ունենք այն դեպքի հետ, որ այդ տարածքները փաստացի չեն գտնվում այդ երկրների ինքնիշխանության ներքո եւ դրանք դիտարկվում են որպես ԱՄՆ տարածքներ։ این جنگ بقای سرزمین ما، حاکمیت ما و هست و نیست ماست. بنابراین ما در این جنگ برای هر کسی که هر نوع همراهی رو با متجاوز کرده باشه هیچ خط قرمزی نداره.
Այս պատերազմը մեր գոյատևման, ինչպես նաև Իրանի լինել չլինելու մասին է եւ այս հարցում այն բոլոր ուժերը, ովքեր որ այն բոլոր ուժերի, ովքեր որ աջակցում են եւ որևէ կերպ համագործակցում են Իրանի դեմ ագրեսիա իրականացրած պետության հետ, այդ ուժերի հետ մեր դիմադրության հարցում մենք որևէ կարմիր գիծ չունենք։ در مورد سوال شما در مورد مسیرهای مواصلاتی ما معتقدیم که ارمنستان میتونه ظرفیت خوبی برای مسیرهای مواصلاتی و ترانزیتی داشته باشه. Կապված հաղորդակցության ուղիների վերաբերյալ ձեր հարցի հետ կարող եմ ասել, որ Հայաստանը լավ պոտենցիալ եւ ներուժ ունի հաղորդակցական ուղիների տեսանկյունից եւ տրանզիտային ուղիների տեսանկյունից։ در مورد مسیر شمال جنوب با مقامات ارمنستان هم صحبت کردیم. اعتقاد داریم که دو تا شاخه میتونه داشته باشه. Հյուսիս-հարավ ուղղության հետ կապված մենք խոսել ենք այս հարցի վերաբերյալ Հայաստանի պաշտոնատար անձանց հետ եւ վստահ ենք, որ այս գիծը կարող է այս ուղին կարող է երկու գծեր ունենալ, երկու ճյուղեր ունենալ։ یک شاخه مهم اون که میتونه منافع اقتصادی سرشاری برای کشور ارمنستان هم داشته باشه مسیر اتصالاتی ریلی از خلیج فارس و دریای عمان به داخل ارمنستان از مسیر نخجوان و به سمت گرجستان و دریای سیاه است. Այս երկու ճյուղերից մեկը առաջինը, որ կարող է Հայաստանի համար տնտեսական շատ լավ հնարավորություններ ստեղծել Պարսից ծոցից եւ Օմանի ծովից Հայաստանի տարածքով Նախճեվանով դեպի Վրաստան ուղղությունն է։ اگر تحقق پیدا بکنه میتواند نقش ترانزیتی ارمنستان رو بسیار بسیار برجسته بکنه. Եվ եթե կարողանանք իրականացնել այս ճյուղը կարող է Հայաստանի տրանզիտային դերակատարությունը մի քանի անգամ ավելացնել։ بنابراین نگاه باید هم به مسیرهای شرقی غربی و هم شمالی جنوبی باشه. Ըստ այդմ մեր ուշադրությունը պետք է լինի թե հյուսիս-հարավ թե արևմուտք արևելք հաղորդակցական ուղիների նկատմամբ։ Շնորհակալություն։ Այլակ իրական Շնորհակալություն։ այլակ